Շատերը հոդացավերը կապում են օրինակ մրսացնելու հետ։ Ընդունված է, չէ, ինչ լինի, չլինի, շառը գցում են այդ մրսելու վրա։ Լավագույն բնության մեջ կա այդ մրսել կոչվածը, ասում են մրսել։ Ես կուզենայի, որ դուք ձեր դիտարկումները ներկայացնեք, որոնք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են այս հիվանդության զարգացման։ Տեսեք, առաջ ասում էինք անհայտ ծագման հիվանդություններ են սրանք, այսօր ասում ենք ոչ, սրանք անհայտ ծագման չեն, սրանք բազմագործոնային հիվանդություններ են եւ բնականաբար անպայման պետք է լինի գենետիկ նախատրամադրվածություն, այսինքն իմունային բջիջների, լեյկոցիտների ինչ որ թաքնված անտեսանելի հատկություն սեփականը չճանաչելու։ Եվ լինում են դեպքեր, երբ որ պացիենտը տարիներ շարունակ ապրում է եւ այդ նախատրամադրվածությամբ մահանում է լրիվ ուրիշ բանից, կյանքում չի հիվանդանում ռևմատոիդ արտրիտով, բայց եթե հանդիպում է մի որոշակի արտաքին միջավայրի գործոն, ուրեմն խճանկարի, այսինքն puzzle-ի նման հավաքվում է այդ պատկերը եւ սկսվում է հիվանդությունը, այսինքն որպեսզի ես նույնիսկ համեմատում եմ, ասում կարծես թե կոճակը սեղմենք, այսինքն այդ գենետիկ նախատրամադրվածության կոճակը սեղմվում է ինչ որ արտաքին միջավայրի գործոնով եւ հիվանդությունը սկսվում է։